Այն ասենց են կանան ու միշտ սիրել են, որ ծալքի այս բալիշները գորոզ լեն, այսենց, պտի գորոզը լի բարձը դրած։ Տիկին Սուրյայի տան ամենապատվավոր ու գոռոզ բնակիչներն անկասկած այս հսկայական սագի բմբուլով բարձերն են, որ մեծ նանից են ժառանգություն մնացել։ Բարձերը պարզ է, որ չեն օգտագործվում, բայց Սուրյան ասես տոհմական թանգարանի ամենաթանկ ցուցանմուշներն է հսկում, պահպանում։ Այս իմ կեսուրի սարքած տեղաշորներն է, ոչ ասենք չի շիկանող երեխա էլ չկար, բայց պարտադիր էր։ Հիմի դե չեմ անում, որովհետև բուրդն էլ է փչանը։ Ես որ շիշում եմ, որ ինքը այն չոբաներ գնամ կամ ինչ խոսակցությունով կամ ինչ տանջանքով էր այդ բրդի այդ կտիտը բան ամեն ինչը մաքրեմ, սենց սուրբ հարած, որ ամեն ծալքը դնելով սենց ուրախանում էր, ես չեմ կարալ անտեսեմ, չգիտեմ։ Բաժինքի մեր բերնա մի ասենք շատը խրուստալին տեղ չեն տալի, բայց սա ասենք իմ ծնողի դառը աշխատանքն է, ես ոնց կարամ այստեղ հարսից վերացներն է, այս իմ տղան է սարքել։ Ես էլ այնքը սարքել, համ ներգնացել բանա, ասենց փետից սարքած բանա։ Ես էլ այնքը սարքել, են էլ այնքը սարքել, այն եկեղեցին էլ այնքը սարքել։ Ամեն օր թափահարում, փապկացնում, ուղում է, փրփրացնում ու շարում իրար վրա, ճրկ-ճրկան, բարձր, ճիշտ են հին ժամանակների նման, երբ ինքը դեռ նորահարս էր, հետո էլ արդեն երկինքն էր տանտիկինը, բայց միայն նանի բարձերը չեն, որ աչքի լույսի պես է պահում, կա ավելի թանկ բան, թորնիկի օրորոցը, որից էլ վերջին տարիներին հանում է նրա կարոտը։ Այս իմ թորնիկի լուլկեն է, որ զանգում ասում է, տար լուլուկս ցույց տուր էլի։ Ասում եմ, տես հն Հայկ ջան, տես ինչ լավ եմ, պահել եմ սաղ ցավը տանեմ։ Որ կարոտում եք երևի գալիս։ Վայ, դեռ իր հոտը գալիս է, իր հոտը։ Այստեղ թորնիկից իր գրած տետրերը, բանը, սաղ, իր աշխատանքները, շատ խնամքով պահում եմ այս դարակների մեջ։ Տիկին Սուրյայի որդիներից մեկն արդեն երկար տարիներ հայրենիքից հեռու է ապրում ու սա նրա ցավն է, կարոտը խեղդում է։ Ինքը փորձում է զսպել հուզմունքը, թաքցնել ու ապրել։ Նրա տուն մտնողն առաջին հերթին զգում է խաղաղություն, ջերմություն ու հոգատարություն։ Այսպիսին է Սուրյան, աշխատասեր, ստեղծարար, կյանքը սիրող ու գեղեցկությունը գնահատող հայ կին։ Մենք նոր ոչ մի վեճ չունենք, մեր սաղ շուտ վայա, բայց ես դեռ 40-50 տարվա բաժակներ ունեմ, դեռ իմ ամանչամանը դեռ այն ժամանակվա, ես ես վերջերը մի հատ տեֆալի բան արել, ինչա ժարովնիկ, որովհետև լրիվ ակուրա, եթե իմ պղիզները չփայլեն, ես չեմ կարալ, ոնց կարելի է։ Հետո այդ մեր տատիկն այդքան հոգսի տակ ինքը շատ մաքրասեր ու շատ բծախնդիր, շատ։ Դուք հարս եկաք իրան տեսել եք։ Հա բա ոնց չէ, 14-13 տարի ապրել ենք։ Մեծ նանը Մալաքն է, որ իր աշխատասիրությամբ այս ու հարևան գյուղում մեծ համբավ ու հարգանք վայելող կին է եղել։ Սուրյայի համար հարսնախոսը առաջինը հենց Մալաքն է գնացել, ինքն էլ սկզբից չեմուչում է արել, բայց տեղի է տվել ապագա սկեսրոջը, ավելի ճիշտ նրա կյանքի տխուր պատմությանն ու համաձայնել։ Որ եկան ինձ ուզելու բանա, ասում էի ու չէ, ես համոշկուտ հարց չեմ Չեմ գնալ, բայց թե դե եկա ու հետո որ ասում էի, ինքը որ եկավ խնամախոս, աղջկա հետ էր եկել էլի, ավելի ամուսնուս հորքուրի հետ, ընդեղ որ խոսում էր, թենց ասում էի, դե իր կյանքը շատ տխուր է անցել, ու ասում էի, չի լավ է, մեղ կա, կուզեմ իրան, հետո եկան, ամուսնացանք, փոշման չեմ, 4 երեխա ունենք, տենց Մենք մեծացել ենք արդեն։ Հասկը թխեմ գարիա, էրի երվա օյ, էս ինչ անուշ տարիա, շեկո ջան երվա օյ, էս ինչ անուշ տարիա, շեկո ջան երվա օյ, կրակը թրավ քարից, էրի երվա օյ, Հաց եմ հարկել մշակին, շեկո ջան երվա օյ, հաց կհարկեմ մշակին, շեկո ջան երվա օյ։ Տիկին Սուրյայի տանից երգի ձայնն անպակաս է, արևը դեռ նոր է բացվում, իսկ նրա քաղցր ձայնն արդեն տարածվում է ամբողջ եղեգնուտով մեկ։ Այգի մշակի երգելով, ճաշ եփի երգելով, տուն հավաքի, էլի երգելով։ Տիկին Սուրյայի համար կյանքը երգ է, ուրախություն ու շնորհակալություն դեպի առաստված, որ էլի արև է ծագել, որ էլի գարուն է, որ փառք Աստծո ողջ է իր ձեռին ու ոտին։ Ավելին ինչ է պետք։
Բնությանը սիրահարված իր գյուղին հայրենիքին նվիրված ու հայապահպան ոգով ապրող այս կինն ապացուցում է, որ երջանկությունը պարզության մեջ է, աշխատել սիրով, ապրել երգով ու ամեն օր շնորհակալ լինել կյանքից։ Իր այգուց առավոտյան է հավաքել ծնեբեկն ու ոնց ինքն է սիրում ասել, հլիվորի համար նախաճաշի պատրաստությունների մեջ է, բայց ամեն տեղ ու ամեն գործից նրա երգն էլի անպակաս է։ Վարվարարա Ako sara yezojan ah bejan horobe hori lori lorovani horobe hori lori lorovani ho Արդեն ասացինք, որ առավոտը սկսում է այգուց հողի ամեն մի սանտիմետրն օգտագործում է ոչ միայն պտուղ ու բարիք աճեցնելու, այլ նաև գեղեցկություն ստեղծելու համար։ Ամեն ինչ իր տեղում է կոգիկ, հավաք, ճաշակով ու սիրով խնամված։ Ծաղիկների դասավորությունից մինչև փոքրիկ դեկորատիվ տարերով լուծումները ամեն անկյունում զգացվում է Սուրիայի ձեռագիրն ու նուրբ էսթետիկան։ Սուրիան սիրում է կարգ ու կանոն, բնություն ու գեղեցիկ ապրելու մշակույթը։ Ելակները ջրել եմ, սրանք արդեն շատ են բանել են, մամրոտ էլա, պետք չի սրանք ջրելը, հա, անձրևը որ եկել է ինքը։ Այս մեխակները այն օրը քույրիկս էր ուղարկել, որպես են լավերից, հա, բայց սարի մեխակ է, փաստորեն, փոքր են աճում։ Արդեն քանի տարի է հավ ճիվանասուն չեն պահում, ասում է մեկ ամաչում է, որ գյուղում են ապրում ու ոչինչ չունեն, բայց դե փոխարենը հսկայական այգի է մշակում ազնվամորիով, ելակով, բանջարեղենով, անգամ բարձրարժեք մշակաբույսերով, օրինակ ծնեբեկով, որ հիմա տապակվում է։ Այս ամենը անելը հեշտ չէ, հոգնում է հաճախ շատ, բայց չանել էլ չի կարող, ասում է դրա հետ էլ էլի հանգիստ չի մնում, մի քանի օրը մեկ ոնց ինքն է ասում, իրեն հանդն է գցում։ Այնտեղի բարիքն էլ բերում, օգտվում, հյուրասիրում, բաժանում, այդպիսին է Սուրյան։ Իմ թերապիան է, հանդը հողի հետ զրույց եմ անում, երեխեքս դե որ հեռու են, կամ ամեքսի հոգսի հետ, մտնում եմ հողը հետները զրույց հանելով, ես իմ կյանքա էլի։ Ինչ եք մտածում, вообще հողի հետ աշխատելիս։ Հողից խնդրում եմ, Աստծուց խնդրում եմ, որ ասում հողու ջրի Աստված, սերմը գցում ենք, ուսկներս գցում Աստծուն, կարգ ու չգա, խաղաղություն լինի, ամենակարևորը, առողջություն, բոլորիս մտածմունքը մեր երեխեքն են, ես իմ հողագործը ինչ կխոսա հողի հետ։ Սուրիայի քաղաքում ապրող երեխաներն ուզում են, որ ծնողները թողնեն գյուղի ծանր աշխատանքն ու իրենց մոտ ապրեն։ Ամուսինն էլ արդեն գնալու կողմնակից է, բայց Սուրյան կտրականապես դեմ է։ Նրա համար այս տունը պարզապես տուն չէ, մեծ նանի մալաքի հիշատակն է, որի աչքն իր պատկերացման միշտ դեպի այս օջախն է։ Ինչ մեղքը թաքցնի, ջահել տարիներին ինքն էլ գնալու մասին էր երազում, բայց հիմա ուղն ու ծուծով գյուղացի է, ասում է։ Բացի այդ մեղք է գալիս տանն ու չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու հեռվում, պատկերացնելով, որ իր տանն ամայություն է, մութն ընկնում է, իսկ պատուհաններում լույս չի երևում։ Դա իր համար կլինի դաժան օրեր։ Առանց հանդը իմ թերապիան է, հանդը իմ հիվանդանոցն է, հանդը իմ սանատորիան է, մեր իջա, տես ջուր է դուս գցել, ստեղ երևի անձրևներիցն է։ Ամենին մեր հանդը շատ հարուստ է, մեր անտառները լավն են, մեր լորվա անտառը, առավել ևս մեր մոտ։ Բլդրղան կա, հեչ որ բան չլի, ծառի սունկը կա, այդ շամպինյոն են ասում, բայց ես ոչխարասոկոն եմ ասում ու ինձ մա դա ոչխարասոկոնն է, որի քաղելուցը մեծ հաճույք եմ ստանում, շատ, եթե պատահամա պատկերացրու երեխու նման հրշվում եմ, ես չգիտեմ, ինձ մա մեծ հաճույք է։ Գնում եմ են քոլին են, սարին են, նախ գնում եմ բարևեմ հիանում, որ ասում եմ, տես Աստված ամեն ինչ տվել է իրոք։ Ու ոնց որ ամեն տարածաշրջանում իրան բնորոշ մի բան, մեզ անտառն է տվել, Գեղարքունիքին լիճն է տվել, ընդեղ մարդիկ իրան ձգով, իրանց, չգիտեմ, նոյեմբերյանի կողմերն էլի քոլուքոսով, մեր լորվա բարբարով ասած, հարուստ է մեր բնությունը, Աստվածի վերուս տվել ամեն ինչ, մնում է մարդը մի քիչ մարդավարի մնա, չավիրի էլի շատ ավիրեցինք, Աստուն շատ բարկացրինք երևի, չեմ սիրել, սար էլ չեմ սիրել, որ գնում էինք, մերոնք սարվորներ են եղել, որ գնում էինք, հենց մտնելու հետ սիրտս էլ էր, այն որ ասում եմ, մռթնում էր, տենց է ելնում,
Տատս ասում է սա իրա փեշերի հետ էլ չտի բարշիլ, սա ոնց դիլիլ գնացած տեղը։ Բայց որ եկա խոտ հավաքել գնացի, խոտի դեզի գլուխն էլ բարձրացա, կովել կթեցի, սարել գնացի։ Դե մի կյանքը տենց ա թելադրել, ինչ պետք է անես։ Բայց թե հիմի ոչ մի բանի հետ չեմ փոխիլ։ Այս հիմի որ մեկ նկարում եմ, չէ, ասենք բանով որ գցում եմ։ Ասում են, վայ, այդ ինչ դրախտի մեջ ես ապրում սենց, որովհետև ամեն առավոտ այս բնությունը, այս մաքուր օդը, չգիտեմ, անտառի մասին այս ծտերի ծլվոլոցը բանն էլ չասեմ։ Մի պավեր քնից, ո մեզ լորեցի, մի պավեր քնից, ո մեզ լորեցի, տես հայրենիքդ անմահթումանյան, շատ դարեր կապրես, անմեր հավիցյան, խոսքի մեծ վարպետ, անմահթումանյան, շատ դարեր կապրես, անմեր հավիցյան, խոսքի մեծ վարպետ, անմահթումանյան։ Ու շարունակությունն է շատ լավն է, չգիտեմ, ես իրա երգերը շատ եմ սիրում, ինձ շատ հոգեհարազատ են, ընդհանրապես գուսանական, աշուղական երգերը իմ շատ հոգեհարազատ են, չգիտեմ։ Իսկ որ գնում եմ, ասենք, այդ քու ասած անտառը, այդ հանդը, ազատ տարածություն, ձենս գցած, ով ուզում ալս ինտեղ վեճս չի, բայց որ միստեղ ձենս հանեմ, արդեն ենթաղեցի կզարմանան։ Տիկին Սուրյայի ելակներն արդեն ծաղկել են, քիչ հետո կարմիր պտուղները կհայտնվեն այգում, բայց ինքն ու ամուսինը ելակները թոռնիկների համար են պահելու։ Այգու ամենաքաղցր պտուղներն էլ իրենց համար ամենահամեղն են դառնում միայն այն ժամանակ, երբ ընտանիքը հավաքվում է տոհմական սեղանի շուրջ։ Պատկերացրու, ինքն ամուսինս էլ ասենք մշակում, բան մի հատ չի ուտի։ Փոքր հավաքում ենք, որ այնպես օկանամ, դնում սառնարանը, որ անպայման մեկն ու մեկին հասցնենք, կամ որ եկավ իրաղս մատնա։ Ինչպես բոլոր տանտիկիններից, այնպես էլ տիկին Սուրյայից խնդրում ենք ցույց տալ իր քունջ ու պուճախը, այսինքն տան անկյունները որտեղ ինչ։ Սուրյան էլ սիրով համաձայնում է ու մինչև մառան հասնելը մեկ-մեկ ցուցադրում է հանդից բերված կանաչեղենից սարքած թթվի ասորտիները, որոնք արդեն պահածոյացրել է։ Այս Շուշան, բլդրղան ու բան, իցկոտ։ Այս ավլուկը, այն օրը գնացի անձրեմ, սկսվեց քիչ քաղեցի, բերի սենց բանարի, մի թե կավելացնեմ, կամ ես սենց պուճուր պոչիկ կմնա, սրանք պիտի կտրեմ։ Ռուսաստան հասցնելու եք ուղարկեք։ Չեն գալի ու Շուշ են գալի, չէ, չեն էլ ուտում, հա, մենք ենք ուտում։ Ջահելները սենց բաներ չեն սիրում։ Արի տես մի քաղաքացիք ավելի շատ են բանա, հա, շատ են սիրում։ Տենց մերի ջան, ազատ, որ նստում եմ հոգնած գալիս եմ, գրում եմ, գրասներս եմ վերանայում, բարբարով էլի տենց։ Տիկին Սուրյան միայն լավ տանտիկին չէ, նա նաև ստեղծագործող ու ակտիվ կյանքով ապրող մարդ է։ Արդեն երկար տարիներ գրում է չափածո ու արձակ ստեղծագործություններ, սիրով ուսումնասիրում տարբեր բարբառներ, հատկապես լորվա բարբառը։ Տասնյակ տարիներ նա զբաղվում է բարբառի յուրահատկությունների ուսումնասիրությամբ, նպաստելով դրա պահպանմանն ու հանրայնացմանը։ Սուրյան նաև Facebook-ի լորվա հումոր էջի ակտիվ անդամներից է, որտեղ պարբերաբար ներկայացնում է իր գրվածքները, բարբառային պատմությունները, առօրյան ու նույնիսկ իր պատրաստած ուտեստները։ Նա այն մարդկանցից է, ովքեր երբեք չեն դադարում հետաքրքրվել, ստեղծել ու կիսվել իրենց աշխարհով։ Մի խոսքով Սուրյանը ապրում է լիարժեք, ակտիվ ու ստեղծարար կյանքով։ Օրինակ ըղու էլա, չէ, ըղուն ինչ է, գնացի, չէ, կամ դվերել ուրիշա, դիերել, էդ է շամուտեցիք, մենք չգիտեի, մենք մենակ դվերելը գիտենք, դիերելը չգիտեինք, գնացել ենք ընդեղ բարեկամի տուն, ասինք բա ուր է այդ տան տղեն էլի, ասավ իրանց փեսեն, դիերելա, որ նա դվերի, այսինքն նա գնացել է, նա բարձրացել է, որ նա դիերիլն ուրիշ է, դվերիլը ուրիշ է, կա բառը շատ ունեմ, հիմի չեմ կարալ հիշեմ, որ մեկի մեջին է, որ ասենք բան անեմ կարդամ։ Ինձ թվում է դուք պիտի բարբառով խոսակ, որ ավելի համոփոտով լինի։ Դե շատ ғարաչուխալի կլի է, ғարաչուխալին սենց բան էլի, խառն ու շփոթ էլի, համպատրաստից մտքի տեկած բառերը։ Գիշերը մտքով մեծ շրջայցարի, ապնիս ու պապիս հետքով գնացի, ոտքով ես հասա թուրմատասարը, խմեցի ազնից սիրած պաղ ջուրը,
Ազիզ միշտ ասեր մեռնել իսլեմ, են սառնախպրի ջրիցը կուզեմ, ընդուր գովեին հլե խոսք ընկներ, թուրմատ ասարա մեջտեղ բերեին, հա էլ շշեղվեմ, ոտով ես հասա թուրմատ ասարը, չնգլկուտի ծմորը քաղեցի, տարա օդմը մարման դեպեցի, են տաշտի կաթը չեչնի եմ արել, ուսեր նրեսին ճիլ պանիր սարքել, ու սարքած ճիլը փետին պթաթել, վիլա եմ արել շմաթը գցել, բարձր երկել են կովը կթեցի, դնդնասնելով կաթը զտեցի, Ըրաժանովը խավից եմ արել, շմփրվելուկի միջին կլոլել, սարի ելածից արուրք եմ արել, մեր ազմածունը տոպրակն եմ լցրել, խնոցի հարել կարակ եմ շինել, ու էտելածը գրաղ եմ դրել, խուրջինն եմ բերել, ձյուն եմ բարձել, ու գեղվորի հետ մեր գեղը ղարգել, հմիել կամանց էդյալերովը, ծմակներովը բրծրացա մայմեղ, ու որոշեցի ման գամ ես ընդեղ, հոգիս հանդարտվի ու լինի լավ դեղ։ Փոխվել էր աչքիս մեր մայմեղ սարը, ասես զգում էր նա հայի ցավը, կարծես տեղյակ է ինչ է կատարվում, նա շատ տխուր էր, ինքն էլ էր լացում, ինքն էլ էր սգում զոհերի ցավից, այսքան կորստից, դավադիրներից, իբր թշնամը արածը քիչ էր, սարն իր սարտեղը արցունք էր թափում, ու հայը հային էլ չի հասկանում, սիրտը կծկվեց, տատիս ձայնեցի, տատս չլսեց, մորս կանչեցի, մի կերպ ես հասա մեր օդի դուռը, ծնկներս ծալվեց, էլ չարավ ճուռս, չոքեցի, տեղ մի լավ լացեցի, հուսահատելած ոտի կանգնեցի, ըտե անկամած վերև բրծրացա, ավաղս տեղ էլ մերոն չտեսա, խլշկոտացի մի սար որըլի, բալքի մերոնցի մխելի պատմի, ճարս կտրվեց, ուժեղ ձեն տվի, հեյ գյուլֆեր տոտա, դու էլ չես զտի, ձեն հանի գոնե, դու հնգերելի, գնանք ալթուն թախտ են ուղիղ տեղը, բախի չեր զստի սարքել մեր գեղը, այսքան շատ ծաղիկ, հազար մի գույնի, ամեն ծաղիկներ իր բույրը ունի, այս ինչ գույներա Աստված ստեղծել, շռայլ տվելա, ոչինչ չի կեղծել, համաչար մարդիկ այս ինչ են անում, Աստծո տվածը քարուքան դանում, ըտի անկամած ես դվերեցի, ճամփիցն էլ լիքը սոկոն քաղեցի, մի քիչ բլդրղան ու քեղ քաղեցի, երկու գալի էլ ավլուկ քաղեցի, ծաղիկ փնջեցի, ճամփես բռնեցի, քիչ էլ որ եկա, լավ բեզարեցի, մի քարի վրա մի քիչ նստեցի, սարի ծաղկունքի օդը շնչեցի, ու բարձր տխուր երգեցի, այ ճամփեք սարի ճամփեք, անլեզու սարի ճամփեք, ովքեր անցան ձեր մոտով, ուր գնացին ճամփեք, ովքեր անցան ձեր մոտով, ուր գնացին ճամփեք։ Տիկին Սուրիայի գրվածքները տարիների ընթացքում կուտակված մի ամբողջ աշխարհ են, հարյուրավոր էջեր, որտեղ հավաքված են եկած մտքերը, լսած անսովոր բարբառային բառերը, երգային տողերն ու կյանքի փոքրիկ դիտարկումները։ Դա իր յուրահատուկ աշխարհն է, բայց այդ ստեղծագործական աշխարհից դուրս կա նաև իրական առօրյան։ Քիչ էր մնում ուշացներ խոհանոցում կրակին է օրվա նախաճաշը զրույցով արեցինք, բայց լավ էր չայրվեց տակը։ Բացի այդ Սուրյան ինչպես միշտ չի սիրում ուշացնել ոչինչ, ուստի շտապում է խոհանոց, որը մաքրությունից փայլում է։ Ու այստեղ էլ ջերմությամբ է հիշում մեծ նանին։ Դե հա, մորից ու տատից էլ շատ բան է սովորել, բայց տանտիկնոջ օջախի իսկական տիրուհու ամենակարևոր դասերը ստացել է մեծ նանից, Մալաքից։ Նա դաժե որ հնձիցը գալիս էր, ես բարո ձեռից գնում էի հավանոցը մաքրեմ, որ մեր անգատենա մաքրածը, հանկարծ բան չլեր, դեմեց կլիկ էր։ Ջղայնանը մեր մի քիչ բան ասում եմ, չէ, ինքն ասում էր, նստել եմ, կլիկ եմ, վեր եմ կացել տղամարդ եմ, այսինքն հնձել եմ, փնջել եմ, տուն եմ սարքել եւ այլը։ Գալիս էր սեն ձերը կսն պատուհանի գոքին լատենա փոշի ա թե չէ, դե ուզես չուզես պտի անես կամ կարողա որ մի քիչ բնավորությանս մեջներ դու լենքան ձերը քսի ենքան ջղայնացի բայց պետք է։ Մեկ մի որ պատուհանը բանը մաքրում եմ, դե արդեն դժվարանում եմ, թևերը շատ ա ցավում, բան ասում եմ։ Վայ, շան միշտ ուտես Արմին է ջան, հարցիս էլի։ Այն անգամ ասում եմ, մամ մենա գործանելուս ես հիշում, ասում եմ, չէ, այ բալաջան, ստեղ էի դու թխում էիր, պետք է ելում քաղաք էի գնում, դեռ չի դուրս եկած արդեն ինքը իրիկվա ճաշը դնում էր, բան։ Շատ ինքը շատ աշխատասեր է։ Հմիել ընդեղ չէ, ամեն ինչը հայավարի, չի ասել, են արնենք, ձերից նեկած կթխի կանի, սենց կսորտավորի կգցի մարազիլ կեն, բան։ Խնայող ա ու տնտեսող ա էլի։ Ոնց հասկանում եմ ձեր աղջիկների նման հարսին սիրում եք։
Շատ, ոնց կարաս, ասում եմ, էլի ես հարցի համար ավելի պատասխանատու եմ, Մերի ջան։ Մի փոքր սխտոր գցեմ, թե չեք սիրեմ։ Գցեք։ Մերի ջան, որ խնդրեմ ընդեղին կրանթի մոտ կա կբերես։ Քեզ էլ գործ դնեմ էլի։ Տիկին Սուրիայի խոհանոցում արդեն տապակվում է ծնեբեկը, դեռ չի եկել ձուն ավելացնելու ժամանակը, շտապում է մառան, որտեղ ամեն ինչ խնամքով ու կոկիկ դասավորված, այնպես որ մարդու աչքն ու սիրտը հավասարապես հանգստանան։ Այդ կարգ ու կանոնը Սուրիայի ձեռագիրն է, պարզ, մաքուր ու հոգատար կյանքով ապրելու օրինակ։ Ինչ կան բոտ բերեմ երեխեք ջան։ Ինչի ունենք։ Մալինա, սերկևիլ, մոշ, հոն, ամեն ինչ էլ ունենք։ Մալինան ձերն է, չէ՞։ Հա։ Թե ինչ։ Բոլորն են մենը, կա մասուրի ինչն եք սիրում, չգիտեմ։ Նախաճաշն արդեն պատրաստ է, հանդի ու գյուղի բարիքներով առած սեղանը բացված, իսկ Սուրյան իր գեղեցիկ ձայնով այն ավելի է գեղեցկացնում ու քաղցրացնում։ Փարտանք խաղողին, ոնց են ասում։ Փարտանք մեր հողին, հայոց խաղողին, գինի պարգևող հայոց աշխարհին։ Կարող եմ մի քիչ թթվաշա։ Դավիթ ջան, Շարունակությունը չասեք, լցրեք ընկերները։ լցրեք ընկերներ, բաժակները լի, թող հայոց գինին մեզան ուժ լինի։ Լցրեք ընկերներ, բաժակները լի, թող հայոց գինին մեզան ուժ լինի։ Ինչ կմախ։ Մեր երկրին խաղաղություն, ամբողջ աշխարհին երկրագնդին, մեր սերունդին երջանիկ ապագա, լավ օրեր, նպատակներ իրականացում ու ով իրան ինչ կցանկանա, այ դա, միայն լավը, բարին բոլորիս հետ։ Տիկին Սուրյան այն եզակի մարդկանցից է, որոնց ներկայությունն արդեն բավական է հասկանալու համար, թե ինչ է պարզ ու մաքուր երջանկությունը։ Նա չափազանց հայրենասեր, աշխատասեր կին է, ոնց ասում են մի բուռ հողի իսկական պահապանը։ Ամեն փոքր բան նրա համար կարող է դառնալ ուրախության պատճառ, իսկ ամեն մի օրը շնորհակալության առիթ։ Սուրյան չի սիրում դժգոհել, նա ընտրում է խաղաղությունը իր ներսում ու շրջապատում։ Բոլորի հետ հաշտ ապրելու կարողությունը նրան դարձրել է այն մարդը, որի կողքին նույնիսկ լռությունն է ջերմ։ Եվ հենց այդ պարզության մեջ էլ թաքնված է նրա մեծությունը, սիրել իր հողը, իր տունը, իր կյանքը ու այդ ամենն ապրել առանց աղմուկի, բայց լիարժեք սրտով։ Հուզիչ է տեսնել, որ նման մարդիկ ոչ թե պարզապես ապրում են, այլ իրենց ներկայությամբ հիշեցնում են, երջանկությունը միշտ պարզ է, եթե այն գտնելու աչքեր ունես։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար, Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը, նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիս ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։